Բարև ձեզ, Factor TV հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արևելագետ Արմեն Պետրոսյանն է, ողջույն պարոն Պետրոսյան։ Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև այս պատերազմը կարծես տարածաշրջանային մասշտաբ է ստանում, Իրանը պատասխանահարվածներ հասցնում Իսրայելին, Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին, իսրայելական զինուժն էլ Իրանի աջակցությունը ստացող Հեզբոլլահի դիրքերն է ռմբակոծել, ինչպես գիտենք, նաև Իրանի գերագույն առաջնորդն է հոգևոր սպանված։ Ձեր գնահատմամբ այս պահի դրությամբ 3 օրը պատերազմը գնում է ռազմական քաղաքական ինչպիսի նպատակների են հասել Իրանը եւ Իսրայելը, եթե 4 հաշվարկների դաշտում հարցը դիտարկենք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այս պահի դրությամբ պատերազմը ընթանում է այն սցենարով, որն էլ կանխատեսում էր, այսպես կարող ասեմ, այսինքն արագ լուծող խնդիրներ որպես այդպեսին չկային։ Եթե օրինակ Միացյալ Նահանգները եւ Իսրայելի համար նպատակ էր դրած, օրինակ կամ նպատակներից մեկն էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի եւ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներին շարքից անելը, դա որպես նպատակ իրականացավ, դա կարող ենք ֆիքսել որպես նպատակ, բայց հասնել վարչակարգի փոփոխությանը, դա նշանակում է կրոնապետական վարչակարգը, որ կա, դրա հետագա գործունեության ձախողմանը, տապալմանը։ Այս բանը այդ խնդիրը լուծված չէ, ասեմ ավելին, հոգևոր առաջնորդի ուրեմն սպանությունից հետո գործում է Իրանի սահմանադրությունը, այսինքն տեսնում ենք, որ Իրանի իշխանությունները փորձում են աշխատացնել մայր օրենքը եւ ըստ դրա շարունակել երկրի կառավարումը։ Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, տեսեք, ոնց որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելն են պլանավորել այս գործողությունները, շատ լավ հստակ հասկանալով ինչ վերջնարդյունք են ուզում եւ ինչպես կարող են դրան հասնել։ Բնականաբար նույն տրամաբանությունն էլ իրանական կողմներ, նույն տրամաբանությամբ էլ իրանական կողմներ շարժվում, այսինքն իրենք էլ հաշվարկել են իրենց հակառակորդի հնարավորությունները եւ ըստ դրա էլ բնականաբար նախապատրաստվել ունենալով սեղանի վրա գործողությունների տարբեր սցենարներ։ Հետևաբար, եթե մենք գնահատում ենք 3 օրվա կտրվածքով կոնկրետ արդյունքներ, մասնակի յուրաքանչյուր ամեն մեկը իր մասով ապահովել է արդյունք, կրկնում եմ, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ուրեմն գլխատել են մեծ հաշվով համակարգը, բայց միևնույն ժամանակ Իրանի իշխանություններն էլ կարողանում են ապահովել եւ շարունակում են ապահովել երկրի սահմանադրության գործողությունը եւ գործող համակարգի շարունակականությունը գլխավոր կամ գերագույն հոգևոր առաջնորդի բացակայության պայմաններում։ Ինչ վերաբերում է պատերազմի տարածաշրջանային բնույթին, սա եւս կանխատեսել էր, որտեղ բազմիցս խոսել ենք նաեւ ձեր տաղավարում էլ առիթ ունեցել ենք քննարկելու, տարածաշրջանային պատերազմ ապահովելու սցենարը դա իրանական կողմի ռազմավարական ուղղություններից մեկն էր, ինքնապաշտպանական ռազմավարական ուղղություններից մեկն էր։ Սա տարածաշրջանային պատերազմի արդեն վերացված։ Վստահաբար, մենք տեսնում ենք տարածաշրջանային պատերազմ, որտեղ Իրանի գործողությունները ոչ միայն Իսրայելի դեմ են, այլև տարածաշրջանում մի քանի երկրների դեմ են, որտեղ պայմանական արկային Միացյալ Նահանգների ռազմաբազաներ, բայց հաճախ տեսնում ենք, որ թիրախները միայն ռազմական օբյեկտներին կամ գործողությունները միայն ռազմական թիրախներին չեն ուղղված, այլ հաճախ խոցում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, ռազմավարական բնույթի հաստատություններ։ Գնահատեք խոսքը, որ Սաուդյան Արաբիան կարող է մտնել պատերազմի մեջ, կա նման հնարավորություն, որը ոչ միայն Սաուդյան Արաբիան, այլ նաև այն երկրները, որոնք թիրախավորվում են Իրանի կողմից, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Կատար, Բահրեյն հատկապես։ Բայց ինչու չեն մտնում, այստեղ պարզ տրամաբանություն կա, տեսեք, այս պահին միակ երկիրը, որ բացահայտ պատերազմ, տարածաշրջանային երկիրը բացահայտ պատերազմ է մղում Իրանի դեմ, դա Իսրայելն է։ Եվ հետեւաբար առաջնային թիրախը Իրանի, Իսրայելն է, բայց պետք է հաշվի առնել, որ Իսրայելի տարածքը շատ ավելի անհասանելի է Իրանի համար կամ դժվար հասանելի է, որտեղ այնուամենայնիվ հասանելիություն կա, քան հարևան արաբական երկրներն։ Այսինքն եթե հիմա Իսրայելի օդը
եւ պաշտպանված է եւ նրանք ուղիղ պարզապես ուղիղ սահման չունեն ավելի հեռավորությունը մեծ է երկու երկրների միջեւ ուղիղ ենթադրենք այսպես ասեմ ձեզ ուղիղ գծով եթե չեմ սխալվում 1200-ից 1500 կիլոմետրի ուրեմն հեռավորություն կա արաբական երկրների մասով մի փոքր ավելի բարդ է այսինքն եթե ցանկացած արաբական երկիր տարածաշրջան հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում պատերազմ հայտարարեց կամ մտավ պատերազմի մեջ Իրանի դեմ, այդ պետությունը դառնում է լեգիտիմ թիրախ։ Այսինքն եւ Իրանի համար շատ ավելի մեծ հաջողություններ կարձանագրեն այդ պետությանը թիրախավորելով, քան այս ֆորմատով, այսինքն Իսրայելին ունենալով որպես հիմնական հակառակորդ, բայց տարածաշրջանի մյուս երկրներն էլ ուրեմն տարածաշրջանի մյուս երկրներն էլ թիրախավորել միայն այն պատճառով իբրև թե այնտեղ կան ամերիկյան ռազմաբազան, բայց ինչ եմ նշում իբրև թե, որտեղ այդ ռազմաբազաների քողի ներքո շարունակում են խոցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, օրինակ օդանավակայաններ են խոցվում մի քանի երկրում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, հա, անգամ Օմանը, որը հիմնական միջնորդն էր բանակցություններ, Օմանում եւս խոցվել են որոշ ենթակառուցվածքներ։ Շատ լավ, տեսեք, փորձագետների խորհուրդը պետք է ընտրի Իրանի նոր հոգևոր առաջնորդին Խամենեի մայից հետո, բայց պետք է նաև նշել, որ նախագահ Փեզեշքյանը, ինչքան հայտնի է այս պայմանությամբ գոնե ողջ է, բայց նաև քաղաքական իմաստով նա երկընտրանքի առաջ է կամ գնալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքական պահանջների կատարման միջուկային ծրագրից լիարժեք հրաժարում եւ պաշարների դուրսբերում երկրից, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռների, այսպես դադարեցում հույսով կամ խոստման դիմաց, որ պատժամիջոցները Իրանի վրա կվերացվեն եւ այս պատերազմը կդադարեցվի, բայց նաեւ երկրորդ այսպես արարը այն է, որ շարունակվում է պատերազմը եւ մինչեւ որ կարող է շարունակվել, այսինքն Իրանը փաստորեն պետք է եթե ռեսուրսային պատերազմի է գործածում մրցի ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, հա, նվազագույնը էլ չասած ձեր ասած արաբական մյուս պետությունները։ Տեսեք, նախ այս պահին ըստ Իրանի սահմանադրության, երբ որ հոգևոր առաջնորդի մահվան դեպքում ձևավորում է ժամանակավոր առաջնորդության խորհուրդ եւ դրանում ներառում է երկրի նախագահը, դատական իշխանության ղեկավարը եւ Սահմանադրության պահապանների խորհրդի ներկայացուցիչը։ Հիմա այս ժամանակավոր խորհուրդը ձևավորված է եւ այդ խորհուրդն է ղեկավարում երկիրը, այսինքն հոգևոր առաջնորդի գործառույթները իրականացնում այս կառույցը։ Եվ այստեղ 3-ից նշված 3 անձերից որևէ մեկը այսպես գործառութային առումով ավելի մեծ լիազորություններ չունի։ Այսինքն գործում է սահմանադրություն դրա համար եմ նշում եւ process-ները ընթանում են, երկրի կառավարումը ընթանում է այս տրամաբանության մեջ։ Դուք նշեցիք նախագահը պետք է ընդունի Միացյալ Նահանգների պահանջները, այս պահին թե ոչ, եւ եթե ոչ նախագահը չի ընդունողը, այսինքն այդ կառույցը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի, բայց կարծում եմ որ չի կայացնի ինչու, որովհետեւ այնուամենայնիվ դա ժամանակավոր կառավարող կառույց է, նման որոշում պետք է կայացնի նոր առաջնորդը, եթե նա լինի, բայց այդտեղ շատ ավելի կարևոր հարց կա։ Այդ բանակցային նախկին բանակցային օրակարգը որ կար, այլևս դա չկա։ Եվ ասեմ ավելին, ես ում համար չկա, ԱՄՆ-ի համար, թե Իրանի որևէ մեկի համար էլ չկա։ Որովհետև մինչև պատերազմ այլ բանակցային օրակարգ էր, պատերազմից հետո բոլորին այլ օրակարգ է։ Ասեմ ավելին, մինչև պատերազմը եղած այդ ձեր նշած խնդիրները եւս կարծես թե քողային օրակարգ են։ Իրական օրակարգը եւ ըստ որոշ տեղեկությունների անգամ Միացյալ Նահանգները ուղիղ կերպով պահանջել է, դրել է իրանական ուրեմն բանակցող խմբի առջև, դա վարչակարգի փոփոխությունն է։ Այն խնդիրը, որը ներկայում փորձում է իրականացնել ռազմական ճանապարհով։ Այս պահին բանակցությունների թեման ոչ թե Իրանի
միջուկային ծրագիրն է, Իրանի միջուկային զենք ունենալ չունենալու խնդիրն է, ոչ թե Իրանի կողմից հերթերաշինությունը զարգացնել կամ չզարգացնելն է կամ սահմանափակելն է, ոչ թե Իրանի կողմից տարածաշրջանային տարբեր խմբավորներին աջակցությունն է, այլ Իրանում գործող վարչակարգի լինել չլինելն է։ Այս հարցն էլ պարզ է, իրանական կողմը չի քննարկելու, այսինքն եթե քննարկելու լիներ, միանգամից կհանձնվեին, կգնային, կառաջարկեն վարչակարգի փոփոխության ուրեմն օրակարգ եւ այս գործողությունները պատերազմը ընդհանրապես կչեզոքացնեն։ Գնայք պարոն Պետրոսյան, ձեր ասածը կարող է երկար շարունակվել, եթե այսինքն շարունակել չհամաձայնվել, եթե այդ մարդիկ պայմանական ղեկավարները Իրանի, հա, նոր ընտրվելիք առաջնորդը մնային անվտանգության մեջ եւ նրանք ֆիզիկապես շարունակեն գոյություն ունենալ, ղեկավարել, բանակ եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի ձեռքը շատ երկար է եւ նրանք կարողանում են ոչնչացնել ռազմական, քաղաքական այլ ղեկավարներին, ովքեր դեմ են հանդես գալիս իրենց պահանջների կատարմանը։ Այսպես մինչև ինչքան կարող է համակարգը ինքն իրեն պաշտպանել։ Ամբողջ հարցը այն է, որ մենք սխալ պատկերացում ունենք Իրանում իշխող համակարգի մասին։ Այստեղ խոսքը եւ համակարգը ինքը անձերով պայմանավորված չէ։ Ինքն էլ այս տեսանկյունից իրանական համակարգն է բավականաչափ կարևոր ինստիտուցիոնալ կառուցվածք ունի։ Ոնց է օրինակ կայացած արևմտյան երկրներում, չէ՞, կարող են ինստիտուտները, ում ուզում ես դիր, ուրեմն ինստիտուտը նորմալ աշխատում է, անգամ կենթանել դիր տեղը, գլխին ինստիտուտը աշխատում է։ Նույնն էլ Իրանի պարագայում։ Այսինքն այստեղ որքան ուզում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը գլխատեն, հա, նոր պաշտոն, ընդամենը մի քանի ամիս առաջ տեսանք էլի բարձրաստիճան զինվորականները, էլի պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի ղեկավար եւ այլն, չէ՞, հիմնական առանցքային պաշտոնյաների հերացին, նույնն էլ էս վերջին գործողության ընթացքում, բայց տեսնում եք, որ համակարգը ինքը լինով գործում է, ասեմ ավելին, մինչեւ պատերազմի մեկնարկը իրանական կողմը արդեն, եթե չեմ սխալվում, տարբեր տվյալներ կան, հա, յուրաքանչյուր այդ կարևոր առանցքային պաշտոնի համար 1 տասնյակից ավել տեխնացուներ արդեն ունի։ Այսինքն եթե շարքից հանում են այս մեկին, ապա գալիս են մյուսին։ Այսինքն իրենք որպես այդպեսին դրա համար եմ նշում, նախապատրաստվել են առավելագույնս ձգձգելու պատերազմը, որովհետև շատ լավ հասկանում, որ Միացյալ Նահանգները հատկապես, եթե ոչ Իսրայելը, Միացյալ Նահանգները շտապում է արագ պատերազմը ավարտին հասցնելու հարցում։ Իսկ հետեւաբար, եթե Միացյալ Նահանգների ռազմավարական մոտեցումը սա է, եւ մարտավարությունն էլ արագ ավարտել պատերազմը, ապա նրա հակառակորդն էլ պետք է հակառակ տրամաբանություն, այսինքն ռազմավարական մոտեցումը լինելու է վարչակարգի կենսունակության պահպանումը, մարտավարականը որքան հնարավոր է ձգձգեն պատերազմը, որովհետեւ Միացյալ Նահանգներին ուրեմն ներքաշեն ինչ որ ճահճի մեջ, որը ահռելի ռեսուրսատար պատմություն է դառնալու այդ երկրի համար։ Դա դրանն է, կողմերը շատ լավ պատրաստված են պատերազմին։ Ես անգամ գուցե այս բանին այնքան էլ իրատեսական չի թվում նշածս վարկածը, բայց անգամ հոգեոր առաջնորդի այս զոհաբերության սցենարը գուցե իրենք շատ լավ էլ նույն իրանական կողմը շատ լավ էլ կանխատեսել են, որ այսպես պետք է լիներ, որտեվ ես չեմ կարծում, որ օրինակ եւ ինչու եմ այդպես մտածում, որտեվ հենց նրա մահվանից հետո իրանական աղբյուրների կողմից հիմնական մեկնաբանությունը տեղի ունեցածին այն էր, որ ի տարբերություն այլ առաջնորդների կամ ի տարբերություն իսրայելական պնդումների Խամենեին չփախավ, չպատասպարվեց այլ երկրում, Եվ կար միջազգային լրատվամիջոցների պնդումներ, որ Մոսկվա այլ մնաց եւ նահատակվեց, այսինքն պատրաստ իսկ սովորաբար մուսուլմանական եւ հատկապես իրանական ընկալումներում նահատակությունը դա այսպես է հայրենիքի համար զոհվել է, այդ մահվան բարձրագույն այդ հնարավորությունը։ Գնայք, չկա ռիսկ, որ իրանական կողմը Պահապանների խորհուրդը հեղափոխության կամ նոր հոգևոր առաջնորդը, ընդհանրապես ռազմաքաղաքական էլիտան գերագնահատի Իրանի կարողությունները ձգձգելու, դիմակայելու
չգիտենք ինչ կլինի, ինչպիսի օբյեկտներ կոչնչացվեն, ինչ ծավալի Իրանը արդյոք նաև ռազմական պաշարի լուրջ վնասներ կկրի թե չէ, հիմա կանխատեսումը հնարավոր է անել թե չէ, բայց գերագնահատման ռիսկը չկա, մենք մեր մաշկի վրա զգացել ենք սեփական ուժերի գերագնահատման ծանրությունը այսպես։ Էլի կնշեմ, որ մենք մի փոքր այլ տեսանկյունից ենք խնդրին նայում։ Իրենց մոտեցումը այլ է։ Նայեք, այս պատերազմը ինքը գնահատվում է Իրանում գործող վարչակարգի կողմից որպես վերջին պատերազմ։ Այդ համար կենաց եւ մահու պայքարի տրամաբանությամբ են գործում։ Ընդ որում նույն տրամաբանությունն է նաեւ հարձակվող կողմի, այսինքն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար, այսինքն վերջնանպատակը վարչակարգի փոփոխությունը եւ պետք է հասնել դրան։ Եթե կողմերի մոտեցումները այդպեսին են, ապա այլևս այսպես ասենք ուժերի եւ հնարավորությունների գերագնահատում, թերագնահատում, սա արդեն երկրորդական պլան է մնում, այսինքն պայքարը մինչեւ այդ վերջին շունչն է, հա, մոտավորապես այս պատկերավոր դրամաբանությամբ։ Եվ սա է պատճառը, որ իրանական համակարգը ի տարբերություն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հաշվարկների ինքը չգլխատվեց, այսինքն գլխատվեց, բայց ինքը չտապալվեց, շարունակում է գործել։ Ընդ որում ես ուզում եմ համեմատական տանել 12-օրյա պատերազմի հետ 2025 թվականին։ Այն ժամանակ էլ առաջին 2 օրը Իսրայելի հարվածները շատ անակնկալ էին եւ շատ մեծ հարվածներ իրականում թե ռազմական առումով, թե քաղաքական, թե միջային առումով, թե մարդկային առումով շատ ծանր հետևանքներ ունեցան, բայց շատ արագ կերպով համակարգը վերագործարկվեց եւ կարողացավ իր հնարավորությունների սահմաններում փորձել կառավարել իրավիճակը։ Հիմա նույնն էլ այս պարագայում է։ Եվ այստեղ է որ կարող է ամերիկյան եւ իսրայելական կողմերը իրենք էլ սխալվեն իրենց հաշվարկներում։ Նայեք, այս գործողության տրամաբանությունը հետեւյալն է։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պետք է լայնամասշտաբ ռազմական գործողություն նախաձեռնեին։ Դրան զուգահեռ երկրի ներսում վարչակարգից դժգոհ ուրեմն հասարակական տարբեր խմբեր պետք է դուրս գային փողոց եւ պայքարեին իշխանությունը վերցնելու նպատակով։ Երբ պետք է դա տեղի ունենար, երբ որ իրենք զգային, որ այդ հասարակության համբերությունը հասել է գագաթնակետին։ Երբ դա տեղի ունեցավ 2025-ի վերջին եւ 26-ի սկզբին, այսինքն երբ որ բողոքի զանգվածային գործողություններ եղան եւ տարբեր տվյալներով անգամ մի քանի տասնյակ հազար մարդ իրանական հատուկ նշանակության ուժերի կողմից ըստ էության սպանվեցին։ Այսինքն այդ լարվածության գագաթնակետը արձանագրվել է, այսինքն տրամաբանորեն այն ժամանակահատվածն, երբ որ արտաքին միջամտություն պետք է տեղի ունենար եւ այդ արտաքին միջամտությունը տեղի ունեցավ։ Հիմա կա արտաքին միջամտություն, որը ըստ էության լուծում է իր խնդիրները, հիմնականում արտաքին առումով որևէ խնդիր չկա, ռազմական հիմնական օբյեկտները խոցված են, միջուկային նշանակության օբյեկտները խոցված են, երկրի ղեկավարությունը գլխատված է, քանի որ չկա ցամաքային գործողություն իրականացնելու սցենար, հիմա արդեն երկրի ներսում, Իրանի ներսում պետք է ըստ տրամաբանության արդեն գործի արդեն հենց Իրանի ներքին ներուժի հիման վրա գործընթացը առաջ մղելու արդեն շրջափուլ, այսինքն ժողովուրդը պետք է, այո, ավելի շատ քաղաքացիական, այսինքն հասարակական process-ը պետք է ժողովուրդը ոտքի կանգնի։ Դե այդպես այդ սցենարով էր գործել, այս սցենար չկար։ Հիմա պետք է ժողովուրդը ոտքի կանգնի եւ ընդ որում հենց առաջին օրից եթե նկատել եք թե Դոնալդ Թրամփը, թե Բենյամին Նեթանյահուն կոչերով դիմել են Իրանի հասարակությանը, որ իշխանությունը արդեն ձեր ձեռքին է, դուրս պահ է օգտագործել։ Այո, դուրս եկեք եւ վերցրեք։ Հիմա կհաջողի թե չէ, այստեղ է որ կարող են ուրեմն խախտվել հաշվարկները։ Ինչու, որովհետեւ այնուամենայնիվ այն ուժերը, որոնք ճնշում էին բողոքի գործողությունները, դրանք շարունակում են կենսունակ մնալ։ Օդային հարվածները իրենք օրինակ այդ Բասիջի տասնյակ հազարավոր զինյալներին չեն, հա, խոցում ընդամենը, եթե չեմ սխալվում, մինչև 200-ից մի քիչ ավել զոհեր են արձանագրվել, գուցե մինչև 300, հա։ Բայց արդյոք ամբողջովին ենթադրենք
իր ներուժի ձեռքվել է բասիջը, այդ հատուկ նշանակության ընդորում հիմնականում քաղաքացիական ուրեմն կառուցվածքով ուժային ստորաբաժանում է։ Ես վստահ չեմ, հենց այս կառույցներն ու ԻՀՊԿ-ն են, որ ճնշել են հունվար ամսվա ընթացքում բողոքի գործողություն, այսինքն իրենք իրենց կենսունակությունը եւ ներուժը շարունակում են պահպանել, եւ եթե հասարակական բողոքի գործողություններ տեղ ունենան, նրանք էլի մտնելու են եւ ուրեմն իրենց գործն անեն։ Իսկ վարչակարգն էլ թեկուզ այսպես ճգնաժամային իրավիճակում ժամանակավոր կառավարման միջոցով ինքը շարունակելու է իր գործունեությունը։ Այստեղ է որ կարող է խզում, այսինքն արտաքին միջավ որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հնարավորությունները անհամեմատելի են Իրանի հնարավորությունների հետ կապված։ Որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ Իրանը այո փորձել էր կրակը տարածել ամբողջ տարածաշրջանով, փորձելով տարածաշրջանային երկրների միջոցով ճնշում գործադրել Միացյալ Նահանգների վրա, բայց այ ներքին ռեսուրսների հնարավորությունների հետ կապված հարցականները կան եւ շարունակում են մնալ եւ հենց այս մակարդակում է որ կարող է ամերիկա-իսրայելական ծրագիրը տապալվել։ Եվ թե նաեւ ակնհայտ է պարոն Պետրոսյան, որ խնդիր է դրված Իրանի իշխանությանը այս հարվածներով, ճնշումներով բերել եթե նույնիսկ ոճոր ռեժիմի փոփոխության այդ առավելապաշտական սցենարը չիրագործվի, մոտավորապես Վենեսուելայի այսօրվա իշխանության կարգավիճակի, երբ որ նրանց որոշ չափը, այսպես բուրգի որոշ չափը փլուզվում է, այդ մյուս մասը, որպեսզի ինքը եւս չփլուզվի, վախից դրդված սկսում է համագործակցել ամերիկյան կողմի հետ, այս պարագայում ամերիկյան եւ իսրայելական կողմի հետ, այդ վախի եւ շանտաժի գործիքը, գործոնը կարող է աշխատել միգուցե իրանական ներկայապետության համար այս ռեժիմի 40 տարի որ գոյություն ունի ծանր զիջումներ, բայց ընդհանրապես հրաժարվել, այսպես ասենք, պրոքսիներից, հա, այսպես ասենք, վաճառել պրոքսիների ինստիտուտը, միջուկային զենքի ստեղծման ինստիտուտը եւ դառնալ այսպես խելոք հանգիստ պետություն։ Ոչ, չեմ կիսում, էլի այս տեսակետը չեմ կիսում։ Այո, ես ուղղակի հարցում եմ։ Չէ, ինչու, որտեղ նայեք, սկսենք նրանից, որ այստեղ ի տարբերություն կրկնում այլ երկրների, այստեղ կոնկրետ պաշտոնյան իր կյանքի համար այնքան էլ չի մտահոգվում։ Երբ որ կրկնում եմ, ամեն պաշտոնի համար մինչև 1 տասնյակ գուցե ավելի թեկնածուներ արդեն իսկ փոխհամաձայնեցված կան։ Եթե ինչ որ մեկը վախենում է, պատրաստ չէ իր ուրեմն անձի զոհաբերմանը, բնականաբար ինքը կհրաժարվի չի մտնի այս խաղի մեջ։ Քան այն պաշտոնյաներ, որոնք կան, որոնք ստանձնել են պատասխանատվություն, որոնք մնում են, պաշտոնավարում են, կապ չունի ինչպեսի պայմաններում։ Իրենք համակերպել են, որ ինչ որ փուլի կարող են իրենք զոհվել։ Գնայք, այսինքն նա միջին տարբերակ չեն դիտարկելու ով է։ Ոչ, այդ եմ ասում, որ կյանքի եւ մահվան թեկուզ իրենց պահպանման գնով իրենց գաղափարախոսությունը հեղափոխությունից հետո իրենց գաղափարախոսություն հենց այդ է եղել, այսինքն հակաիմպերիալիստականությունը, որը հիմնականում ուղղված է եղել Միացյալ Նահանգների դեմ եւ Իսրայելին որպես տարածաշրջանային չարիք վերացնելու քաղաքականություն։ Հիմա եթե իրենք գաղափարական, այսինքն ցանկացած վարչակարգ ինքը առաջին հերթին ուժեղ է ոչ թե անձերով, ոչ թե գործիչներով, այլ գաղափարով եւ ինստիտուտներով։ Հիմա ձեր նշած սցենարը ինքը նշանակում է, որ վարչակարգը պետք է հրաժարվի իր գաղափարներից։ Եթե հրաժարվում է գաղափարներից, հաջորդը արդեն ինստիտուտների չեզոքացումն է եւ վարչակարգի տապալումը։ Իսկ եթե նպատակ է դրված պահպանել վարչակարգը, առաջին հերթին զիջումը չպետք է լինի գաղափարական մակարդակում։ Այսինքն իրենք բնականաբար այս պահին հատկապես չեն ընդունելու որևէ գործարք Միացյալ Նահանգների կողմից, որովհետեւ իրենց ներուժը որոշակի առով նաեւ լեգիտիմությունը երկրի ներսում հենց իրենց տարած սկզբունքային քաղաքականության հաշվին է։ Հենց որ սկսեն զիջել, արդեն երկրի ներսում էլ իրենց դիրքերը էականորեն կթուլանան։ Իսկ ներսում շատ է կոնսոլիդացիան իշխանության։ Չի, այս պահին չի երևում, երկու դեպքն էլ կա, երկու իրավիճակներ կա, թե ներքին կան մահը, սքողներն կան։ Այո, երկու եւ ընդ որում դա միշտ էլ եղել է։ Պարզապես հունվարյան դեպքերից հետո
այս ընդդիմությունը իշխանությունների, այսինքն ընդդիմադիր հատվածը հասարակության ավելի մեծացել էր։ Պարզապես ակտիվ ռազմական գործողությունների դեպքում նրանց ակտիվությունը այդքան էլ չի զգացում։ Այսինքն այստեղ գուցե պետք է որոշակի դերաբաշխման կամ ինչ-որ ժամանակային առումով պետք է ինչ-որ գծագրում լինի, հա, գուցե այսպես ասենք մի ինչ-որ ժամ պետք է տրամադրվի ներքին գործողություններին, դրանից հետո ինչ-որ օրվա որոշակի հատված տրամադրվի արտաքին միջամտություններին, որտեղ ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ես չեմ կարծում, որ մարդիկ տնից դուրս կգան եւ կգնան այսպես իշխանությունը զավթելու, իշխանությունը վերցնելու եղանակով։ Քանի դեռ այդ ակտիվ պատերազմի վտանգը կա, ռմբակոծությունների, հրթիռակոծությունների վտանգը կա, մարդիկ ավելի շատ նախընտրեն պատասպարվել։ Եվ այստեղ է որ չի աշխատում, հա, այդ երկու սցենարը զուգահեռ չի։ Ներքին ապստամբության սցենարը չի։ Իսկ այդ սքող հատվածը եւս կա եւ իրենք էլ ասեմ, այսինքն դա հավատացյալ հատվածն է հիմնականում, բարձր 10 տարի շարունակ այդ գաղափարությունը տարածվել է։ Եվ նրանք էլ բավականաչափ ազդեցիկ են եւ այստեղ ամենակարևոր վտանգը Իրանի ներսի համար, որ կարելի է կանխատեսել, դա քաղաքացիական պատերազմի հավանականությունն է, այսինքն ոչ թե այդ հատուկ նշանակության ուժերը ԻՀՊԿ-ն բասիջը դուրս գան այդ մարդկանց դեմ, բողոքավորներ, այլ հասարակության այն հատվածը, որը իրականում դեմ է համակարգի փոփոխությանը եւ այստեղ կարող է առաջանալ այդ ամենավտանգավոր սցենարը քաղաքացիական պատերազմը, որը կարող ապականացնել ինչպես ամբողջ Իրանը, այնպես էլ Իրանի հարևանությամբ մյուս մուսուլմանական երկրներն, որոնց այս սցենարները մենք տեսնում ենք Իրաքում օրինակ, Պակիստանում մենք տեսնում ենք բողոքի գործողություններ, շատ լուրջ բողոքի գործողություններ Միացյալ Նահանգների դեսպանատների դեմ, հիպատոսական կառույցների դեմ, տարբեր այլ բայց դա իհարկե Թրամփին չի ուզի ինձ թվում է։ Պարոն Պետրոսյան, Հայաստան սահմանակից պետությունը մեր ռիսկերը ոնց է գնահատում եւ որպես ամփոփում ինչ սցենարներ եք տեսնում իրավիճակի զարգացման, այսպես։ Սկսեմ վերջից երևի, սցենարների զարգացման դե առայժմ կարճաժամկետում իսկ դա մի քանի օր, մեկ շաբաթ, եկեք այսպես պայմանավորենք, 1-2 շաբաթ է, երևի թե այդպես պետք է փորձենք կանխատեսումները, դեռևս այս սցենարով ռազմական գործողությունները կընթանան։ Այս պահին չի երևում նախ բանակցային որևէ գործընթաց, չի երևում որևէ միջնորդական ակտիվ ջանք եւ չի երևում կողմերից որևէ մեկի զիջման հավանականություն։ Իսկ նշանակում որ առաջիկա օրերին ռազմական գործողությունները ծավալվելու են։ Մասշտաբը երևի թե նույն մասշտաբը կլինի, գուցե ավելի ինտենսիվ արտաքին գործողություններ, հատկապես Իսրայելի կատարմամբ, գուցե Իրանի ներսում եւս պրոցեսների ակտիվացում, բայց բովանդակային փոփոխություններ կարող են չլինել։ Տարածաշրջանի մակարդակով Իրանի պատասխանը լինելու է նույն տրամաբանությամբ, որտեղ կրկնում դա Իրանի պաշտպանական ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկն է, այսինքն սպառնալ տարածաշրջանային պատերազմը, որպեսզի թույլ չտալ, որ ընդհանրապես կանխել նման պատերազմ, բայց կանխել չստացվեց, հիմա պետք է գնալ այդ խոստումը իրականացնել, այսինքն տարածաշրջանային լարվածությունը ապահովելու ճանապարհով։ Այս էլ է լինելու։ Մի փոքր անկանխատեսելի է արդյոք արաբական երկրները կմտնեն պատերազմի մեջ, թե ոչ, դա էլ հաշվարկի հարց է։ Մեծ հաշվով նրանց ռեսուրսները բավարար չեն կամ նրանց միջամտությունը լուրջ խնդիր չի լուծի։ Հակառակը իրենց տարածքները ավելի կթիրախավորի։ Ավելի մեծ է հավանականությունը, որ Միացյալ Նահանգների այլ դաշնակիցներ կմտնեն խաղի մեջ, խոսքը հատկապես վերաբերում է մի քանի եվրոպական երկրներ։ Մեծ Բրիտանիան է, եթե չեմ սխալվում, հայտարարել այդ մասին, Ֆրանսիան է հայտարարել, հա։ Այսինքն այս ուղղությամբ որոշակի կոնսոլիդացիա կարող է լինել Միացյալ Նահանգների շուրջ։ Իսկ Իրանի ներսում էլ կրկնում եմ, իշխանությունները փորձելու են դեռևս ապահովել իրենց կենսունակությունը, սահմանադրության գործողություն, չի բացառում նաև անգամ գաղտնի եղանակով այդ հոգեոր առաջնորդի ընտրության տարբերակը։ Հիմա ինչ վերաբերում է արդեն հարավային Կովկասին, եկեք հարավային Կովկասը մեր ցարավելքից տարանջատենք, որովհետև գոնե այս պահին հարավային Կովկասի նույն մարտահրավերը չի սպառնում կամ նույն սպառնալիքները չկան, ինչ մեր ցարավելքի համար, որովհետև նույն տեսեք
եթե ենթադրենք այստեղ Իրանի դեմ հենակետ չկա դա նկատի նախորդ պատերազմի, եթե այսքան 2025-ի հունիսյան պատերազմի ժամանակահատվածը լինեն եւ իրողությունները բովանդակային առումով, գուցե առաջանար նաեւ հարավային Կովկասում այդ պատերազմի տարածման հավանականությունը, բայց դա հատկապես պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանը ավելի ինքնուրույն էր գործում եւ Իսրայել-Ադրբեջան համագործակցություն կար եւ այնուամենայնիվ այդ պատերազմի ընթացքում եւ Ադրբեջանի ենթակառուցվածքներն օգտագործվեցին։ Հիմա իրավիճակ է փոխվել եւ այդ պարագայում բնականաբար եթե տարածում էր հարավային Կովկասում, այդտեղ իրավիճակը բովանդակային առումով փոխվում էր։ Բայց 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո բովանդակային կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել։ Այսինքն հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ խաղաղության օրակարգի հաստատումը եւ թրիփ նախագծի հետ կապված պայմանավորվածությունները մեր տարածաշրջանում արդեն անվտանգային միջավայրը բովանդական առումով էականորեն փոխել են։ Եվ քանի որ այստեղ եւ այս գործընթացում Միացյալ Նահանգների ուզում են ասեն վկայություն, ուզում են ասեն ներկայություն կամ ներգրավություն, այնուամենայնիվ Միացյալ Նահանգների երաշխավորություն կա, ով ինչպես ուզում է ասել, Միացյալ Նահանգները այսպես է երաշխավորում։ Այս պարագայում որոշակի առումով այս Միացյալ Նահանգների երաշխավորության հանգամանքը, այո, Իրանի համար խնդրահարույց է, բայց այդ երաշխավորության տակ չկա այնպիսի բովանդակություն, որը կարող է թիրախավորվել Իրանի կողմից։ Որովհետեւ սպառնալիք չկա, ռազմական կոնտինգենտ չկա։ Այո, եւ միևնույն ժամանակ հենց Միացյալ Նահանգների այս ներգրավվածությունն է, որը կարող է կաշկանդել նաեւ Ադրբեջանին ավելի էական համագործակցություն ունենալ Ադրբեջանի Իսրայելի հետ իր տարածքը տրամադրելով որպես հատուկ գործողությունների համար ուրեմն միջավայր եւ միևնույն ժամանակ Ադրբեջանի համար մեկ այլ նախազգուշացնող հանգամանք էլ կա, բացի Միացյալ Նահանգների ներգրավվածություն տարածաշրջանային process-ին, Ադրբեջանը շատ լավ տեսնում է, որ փաստացի Իրանը արդեն գնում է տարածաշրջանային պատերազմի կամ process-ը տանում է տարածաշրջանային պատերազմի մակարդակում եւ հետեւաբար եթե նման վտանգներ ռիսկեր լինեն Իրանի համար Իսրայելի կողմից միջամտություն Ադրբեջանի տարածքից, որևէ մեկը չի կարող բացառել, որ Իրանը կարող է թիրախավորել նաեւ Ադրբեջանի տարածքը։ Չնայած որ Թուրքիայի գործոնը կա եւ այլն, որպես զսպող ուժ, բայց այնուամենայնիվ երբ որ տեսնում ենք, որ իրանական վարչակարգը գնում է վաբանկ, այդ համատեքստում արդեն սա է պատճառը, որ կարծում եմ, որ այս անվտանգային առումով իրավիճակը որոշակիորեն կառավարել է, բայց իհարկե կողմնակի արձանցալ խնդիրներ արդեն իսկ կան, դա հատկապես Հայաստան-Իրան տնտեսական կապերն են, որոնք կամաթեակաբար որոշակի հետևանքներ ունենալու են, արդեն իսկ լոգիստիկ խնդիրներ կան, տարբեր բեռնափոխադրողներ չեն կարողանում արդեն Իրանի տարածքը օգտագործել եւ պարզ է, որ պատերազմի ընթացքում եւ գուցե դրան նախորդել է որոշ ժամանակահատված այդ ճանապարհը շարունակել է վտանգավոր մնալ եւ այս պահին էլ այդքան չի երևում, բայց գուցե նաեւ հումանիտար ռիսկեր եւս առաջանան հաշվի առնելով մարդկային ուրեմն ներխոսքը, ընդ որում ոչ միայն Հայաստան, այլ Իրանի բոլոր հարևան երկրներ։ Շնորհակալ եմ, կհետևենք։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արմեն Պետրոսյանին։